հակառակորդը խոսում է խաղաղության մասին, բայց ամեն օր հատուկ նշանակության նոր ստորաբաժանումներ, նոր զորամասեր է ձևավորում, իսկ Հայաստանի Հանրապետությունում մենք տեսել ենք, որ նոր հատուկ նշանակության ստորաբաժանումների, կառույցների փոխարեն հատուկ նշանակության ոստիկանական ստորաբաժանումներ են ձևավորել տարբեր բերետներով։ Օրինակ, ես եթե լինեի, այդ բերետների փոխարեն 3 կամ 4 հատ հատուկ նշանակության զորամասեր կձևավորեի, որոնք որ հատուկ խնդիրներ պետք է իրականացնեին 44 օրյա նույնիսկ պատերազմից հետո եւ այսօր էլ։ Այնպես որ ինչ իհարկե եղել է, ձևավորված է եղել եւ մեր հատուկ նշանակության ստորաբաժանումները, զորամասերը եւ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ 16 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ նրանք բարակ ձեզ խնդրում եմ հարցազրույցը շնորհավորում եմ, շնորհակալ եմ ձեր կատարած 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ կարելի է ասել, որ հակառակորդի Յաշմա կոչված հատուկ նշանակության բրիգադան հիմնահատակ ոչնչացվել է այն երկու ուղղություններով, որոնք որ նրանք հարձակվել են։ Այսօր սպառազինությունների ձեռքբերման հետ մեկտեղ, որ Նիկոլ Փաշինյանը ասում է, լավ կլիներ, որ այդ սպառազինությունը շարք կանգնվեր, յուրացվեր, իսկ դա կարող է արտահայտել ոչ թե հասարակ ժողովրդին տանեն կանգնած այս սպառազինությունը ցույց տան, այլ դա կարող է արտահայտվել ստորաբաժանումների ներդաշնակմամբ, դաշտային վարժվածությամբ եւ խոշոր զորավարժություններով, որոնք որ իրենք պետք է ցույց տան զինուշ ծրագրով եւ նաեւ կարող է արտահայտվել զորահանդեսներով, որ իրենք պետք է կազմակերպեն։